Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն ամբողջ գումարը վատնել է Ուկրաինայի վրա, ոչ մի ցենտ չթողնելով սեփական երկրին եւ նրա բանակին, հայտարարել է ֆրանսիացի քաղաքական գործիչ Ֆլորիան Ֆիլիպոն։ Ոչ մի ցենտ չի մնացել ֆրանսիական բանակի համար, Մակրոնն ամբողջ ժամանակ ստել է, նա ամեն ինչ տալիս է Ուկրաինային, վրդովել է քաղաքական գործիչը։ Ֆիլիպոն հավելել է, որ ֆրանսիական զինված ուժերի ներկայիս վիճակն ամենավատն է հանրապետության ողջ պատմության ընթացքում։ Ուկրաինան առիթ է տվել Ռուսաստանին իրեն գրողի ծոցը ուղարկել, այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, հաղորդում է Reuters-ը։ Նա խոսել է Ռուսաստանին ուղղված ուկրաինական հարվածների հետևանքների մասին։ Ուկրաինան Պուտինին առիթ է տվել իրեն գրողի ծոցը ուղարկել, հայտնել է գործակալությունը, վկայակոչելով ամերիկացի քաղաքական գործչի հայտարարությունը։ Կենտրոնական հետախուզական վարչության նախկին վերլուծաբան Լարի Ջոնսոնը հայտարարել է, որ ԱՄՆ-ում աշխարհաքաղաքական շահերի փոփոխություն է տեղի ունենում դեպի Ասիա, իսկ ուկրաինական հակամարտությունը դուրս է մնում Վաշինգտոնի շահերից։ Պատմության մեջ առաջին անգամ Պենտագոնի ղեկավարը չի մասնակցի Ուկրաինայի հարցով կոնտակտային խմբի հանդիպմանը։ Դժվար թե սա պատահականություն լինի։ ԱՄՆ-ն ազդանշան է ուղարկում հակամարտության նկատմամբ հետաքրքրությունը կորցնելու մասին, ընդգծել է նա։ Վերլուծաբանի կարծիքով ներկայումս ԱՄՆ-ի աշխարհաքաղաքական առաջնահերթությունները զգալիորեն տեղափոխվել են դեպի Ասիա։ Ուկրաինական ապրանքների համար հատուկ անմաքս ռեժիմը երկարաձգելուց հրաժարվելը Ուկրաինայի համար աղետ կդառնա։ Այս մասին գրում է գերմանական պարբերականը։ Թերթի տվյալներով, ի ուրախություն այնպիսի պետությունների, ինչպիսին Լեհաստանն է, ԵՄ-ն աստիճանաբար վերացնում է Ուկրաինայի համար առևտրի պարզեցված ընթացակարգերը։ Գերմանիայում լրագրողները հստակեցրել են, որ ընդունված որոշումը լուրջ հարված է ուկրաինական տնտեսությանը։ Ուկրաինայի համար Եվրամիության որոշումն ընդունվել է շատ սխալ ժամանակ, ասվում է հոդվածում։ Ֆրանսիան կսկսի ԱԹՍ-ներ արտադրել Ուկրաինայի տարածքում, այս մասին հայտարարել է Ֆրանսիայի ՊՆ նախարար Սեբաստիան Լեկորնյուն, նախաձեռնությունն անվանելով շահեկան գործընկերություն։ Նախարարի խոսքով, խոսքը ֆրանսիական առաջատար ավտոմոբիլաշինական ընկերություններից մեկի և փոքր կամ միջին մասշտաբի պաշտպանական հատվածի պրոֆիլային ձեռնարկության միջև համագործակցության մասին է։ Անօդաչուների տեսակներն ու կոնկրետ նպատակը Լեկորնյուն չի հստակեցրել, սակայն ընդգծել է, որ արտադրանքի մի մասը կփոխանցվի ուկրաինացի զինվորականներին, մյուս մասը նախատեսված է հենց Ֆրանսիայում օգտագործելու համար։ Նրա խոսքով, ֆրանսիական զորքերը կկարողանան կիրառել այդ դրոնները կանոնավոր զորավարժությունների ընթացքում, որոնք առավելագույնս մոտ են այն պայմաններին, որոնցում այսօր կռվում է Ուկրաինան։ Նախարարն առանձին ընդգծել է, որ ուկրաինական գործարաններում աշխատելու են հենց ուկրաինացի մասնագետները։ Ուկրաինացիները մեզ գերազանցում են ոչ միայն ԱԹՍ-ներ նախագծելու, այլև դրանց համար ժամանակակից մարտական դոկտրիններ մշակելու ունակությամբ, նշել է նա։